Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները վարչություն բերման ենթարկեցին Կոտայքի Գառնի գյուղի բնակիչ 1982 թվականին ծնված Արա Հայրապետյանին, որը հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով նախատեսված արարքների համար։ Խափանման միջոցը կալանք։ Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ Օգոստոսի 18-ին Երևանի ժամանակով ժամը 11-ից 13-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, քարտուղարություն @police.am էլեկտրոնային հասցեներին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 14-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 31-ը, խարդախության 6 դեպքից 5-ը, բացահայտվել է գողության 15, մաքսանենգության 2, հարկերից խուսափելու, խուլիգանության եւ կաշառակերության մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության 1 եւ խարդախության 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 47-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։ Օգոստոսի 10-ից 16-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 154 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մեկի խլացուցիչը սարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 115-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 37 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի թիվ 708 ավորոշման առաջին կետի համաձայն այն տրանսպորտային միջոցները, որոնց համար երբևէ չի կնքվել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր եւ այդ տրանսպորտային միջոցով կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2 հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, համարվել են 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ խոտանված եւ հանվել են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական հաշվառման համակարգչային շտեմարանի գործող հատվածից։ Նույն որոշման 4-րդ կետի առաջին ենթակետի համաձայն խոտանված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը զետեղվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական www.police.am կայքի խոտանված տրանսպորտային միջոցներ բաժնում։ Ուշադրություն, նշված ցանկում ընդգրկված համարանիշներով տրանսպորտային միջոցներ տիրապետող կամ օգտագործող անձանց հորդորում ենք վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով ձեզ մոտ գտնվող համարանիշերը հանձնել ճանապարհային ոստիկանության մոտակա հաշվառման քննական ստորաբաժանում։ Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 կամ 011 56 45 88 հեռախոսահամարներով։ Եթե մեկնում եք արձակուրդ կամ տանը մենակ եք եւ ի հայտ է եկել տան անվտանգության խնդիր, ձեզ կօգնի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Ներկայացնելով համապատասխան դիմում եւ կնքելով պայմանագիր, ձեր տանը կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ։
Ցանկացած կասկածելի իրավիճակի դեպքում գործում է անվտանգության համակարգը, տրվում է ազդանշան եւ պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները 5-ից 7 րոպեի ընթացքում կլինեն ձեր հասցեում։